Չմտաք ու մտնողները արգելեցիք։ Վայ ցեզի օրինականներուդ, որ վերցուցիք գիտության բանալին, դուք չմտաք և մտնողներն ալ արգելեցիք։ Ուգաս 11:49 Այսօրվան ավետարանի մեջ մեր դերը անդրադառնալով աշխարհի ստեղծագործությունէ ի վեր կատարված մարտասփանությանց ու ոճիրներուն հանդեպ իր ուղարկած առաքյալներուն ու մարգարեներուն, այդ պատասխանատվությունը օրենքի ուսուցիչներու ուսերուն դնելով սարսափելի ու լուրջ վայ մը գուտա։ Այդ վայը առաքյալներուն ու մարգարեներու սպանության համար միայն չէր, այլ մանավանդ անոնց գեղձավորության համար և ժողովրդի ուսերը օրենքով ծառափեռնելու պատճառով։ Բահ մը փորձենք տեսնել, թե ինչ կնեին անոնք։ Ճիշտ է, որ անոնք հին ուխտի օրենքի ուսուցիչներ ու վարդապետներ էին, ու անոնց մասին ու սխալներու մասին շատ բան իմանալու կարիք չունինք, սակայն Քրիստոսի խոսքերը հավիտենական են ու կպատկանին բոլոր դարերուն ապրող նույնանման բոլոր վարդապետներուն և ուսուցիչներուն։ Որևէ օրենքի ուսուցիչ կամ վարդապետ բարդի իր օրենքին ու գրոնին լավապես տեղյակ ըլլալ, մարդոց լուսավորելու և ճիշտ ուղիի մեջ դնելու։ Սակայն անոր կատարած ուսուցումը ոչ մեկ արժեք կունենա, երբ ան իր ուսուցած օրենքներուն հակառակը գործե և ավելի վտանգավոր կլա այն դեպքը, եթե հանկարծ այդ վարդապետը ցևանա, թե ինք օրենքը մանրամասնությամբ կկատարե ու հանկարծ երևան գա, թե ան գեղձավորություն կնե։ Այս արարքը իր մեծ աստեցությունը կունենա ունգընտրի վստահության, ոչ թե միայն վարդապետին նկատմամբ, այլ նաև անոր ուսուցումներուն նկատմամբ։ Անոնք վարդապետին ուսուցումները չեն, այլ Աստուծո ուսուցումները։ Սակայն ունգընթիրը այդ տարբերությունը զանազանելու ադակ չէ, մանավանդ եթե ան դակավին չափահաս չէ դարձած իր հոգևոր կյանքի մեջ ու դակավին գաթնկեր է։ Օրենքի ուսուցիչները օրենքը լավ գիտնալով, անոնք կաշխատեին օրենքի գործադրությունը բարդացրել իրենց ունգընթիրներուն ամենայն բծախնդրությամբ ու օրենքի մանրամասնությամբ։ Երբեմն նույնիսկ օրենքի իմաստեն դուրս գալով հավելյալ մանրամասնություններով կծանրաբեռնեին իրենց ունգընթիրները։ Եվ դակավին չխոսենք անոնց հպարտության, ինքնահավանության ու քորոզության մասին, քանի մեկը մույսե ավելի լավ, ավելի ջոխ սկիզբներով կփորձեր ցևանալ իր ունգընթիրներուն առջև։ Այսպիսիներու մասին մեր Տերը բազմիցս խոսած է, սակայն այսօր մեկ այլ ավետարանական մեջբերում մը պիտի ինեմ առաքյալներու կյանքի մեջ են, որոնք միևնույն փորձառությունը ապրեցան նույնպիսի մարդոց հետ, սակայն ոչ հրեաներ, այլ քրիստոնյաներ։ Պետրոս առաքյալ իր խոսքը ուղղելով նորահավատ հրեաներուն, որոնք ընդունելով քրիստոնեությունը կփորձեին օրենքի լուծեր դնել նորահավատներու ուսերուն գսե։ Ուստի հիմա ինչու կփորձեք Աստված, աշակերտներուն վիզի վրա դնելով այնպիսի լուծումը, որ ոչ մեր հայրերը, ոչ ալ մենք կարողացանք գրել։ Քրիստոնեությունը օրենքի վարդապետություն մը չէ, այլ կյանք մը, որ պետք է ապրեցվի։ Քրիստոնեական գրոնի մեջ մենք ազատագրվեցանք օրենքի լուծեն ու ոչ միայն այդքան, այլ ճիշտ հակապատկեր եղավ հավասարակշռությունը։ Մենք է, որ մեր ծանր լուծը պիտի հանենք մեր ուսերեն ու թունենք Քրիստոսի առջև, որպեսզի ան զանոնք վերցնելով մեզ հանգստացնե։ Ան ըսավ իր սուրբ խոսքով. «Եկեք ինձի բոլոր հոգնած ու ծանրաբեռնվածներ, և ես հանգիստ պիտի տամ ձեզի»։
Մեր Տերը այս խոսքը ըսավ հրյա ունգընթիրներուն, գիտնալով թե անոնք օրենքի լուծեն հոգնած են ու ծանրաբեռնված, ու զանոնք կհրավիրե շնորհքի նոր ժամանակահատվածիմը, որում մեջ Աստուծո հետ հարաբերությունը լոկ օրենքի գադարումը չէ, այլ Սուրբ Հոգին շնորհը, որոնց խաղաղություն ու հանգիստ պիտի բարգևե։ Ան որ կանարգեր Մովսեսի օրենքը գմերներ առանց արկահադանքի 2 կամ 3 վկաներով, գսե առաքյալի Եբրայեցիներու նամակին մեջ։ Սակայն քրիստոնեությունը ազատեց այնպիսին իսկ, ապաշխարությամբ սրբանալով եւ այդ մեղքը անգամ եւս չկատարելով։ Եզրակացություն։ Այսօր նույնպիսի վարդապետներ եւ օրենքի ուսուցիչներ կան, անշուշտ թե կան, անոնք միշտ եղած են ու պիտի շարունակեն մնալ։ Խոսքը միայն եկեղեցական դասի կամ եկեղեցվո անտաստաններու մեջ գարգ մծարայողներու մասին միայն չէ։ Մասնավորապես անոնց մասին է, սակայն անոնց կողքին եկեղեցվո առաջին նստարանները բազմող գարգ բարեպաշտ մայրեր ու քույրեր ունինք, որոնք կծանրաբեռնեն մեր երիտասարդ ու երիտասարդուհիները գարգ անհիմն ու անիմաստ ինքնահնար օրենքներով ու ավանդություններով, որոնք շատ հաճախ պատճառ կլան երիտասարդներու եկեղեցիեն հեռացմանը։ Քրիստոսի եկեղեցին ու անոր գիրքը բաց է բոլոր մարդոց, իրենց բոլոր թերություններով ու մեղքերով, նույնիսկ եթե անոնք անգիտակցաբար անպատշաճ ու անվայել կերպով մտնեն այնտեղ։ Չէ որ անոնք դեղեմը պետք է սորվին։ Եկեղեցին է մեր մայրը մեզ սորվեցնելու, դաստիարակելու եւ ճշմարտության ճիշտ ուղիի մեջ առաջնորդելու։ Ամեն։